Հանրապետության հրապարակ են մուտք գործում ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերը, զորքերի պետ, գնդապետ Գևորգ Համբարյանի գլխավորությամբ։ Ձեր առջև Մառախու համալիրն է, որը նախատեսված է տարբեր տեսակի օդային թիրախների հայտնաբերման և դրանց կողմից օգտագործվող արբանյակային տեղորոշման համակարգերի ընդունիչների ճնշման համար։ Այն բաղկացած է համալիրի ղեկավարման կետից, ռադիոլոկացիոն հետախուզության և ռադիոճնշման կայաններից։ Օդային թիրախների հայտնաբերման ռադիոլոկացիոն կայանը նախատեսված է ցածր բարձրության օդային թիրախների, այդ թվում անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների ավտոմատ հայտնաբերման և օդային իրադրության արտացոլման համար։ Համալիրի կայանների հատուկ մասերը տեղադրված են բարձր անցանելիության լիաքարշ տրանսպորտային միջոցների վրա, որոնք հնարավորություն են տալիս այն կիրառել բարդ աշխարհագրական պայմաններում։ Դրանք սարքավորված են նաև օպերատորների աշխատատեղերով, էլեկտրասկսման և մոթորակման համակարգերով։ Մառախու համալիրը կարելի է կիրառել ինչպես ինքնուրույն, այնպես էլ համատեղ տարբեր զորքերի հետ խնդիրներ կատարելիս։ Հաջորդը Սարդ համալիրն է, նախատեսված է պայմանական հակառակորդի մարտավարական օղակի ղեկավարման համակարգերում գործող ռադիոկապերի ճնշման համար։ Համալիրը բաղկացած է ավտոմատացված ղեկավարման կետից և տարբեր հաճախականային տիրույթներում գործող ռադիոկապերի ճնշման կայաններից։ Այն հնարավորություն է տալիս իրական ժամանակում գնահատել ռադիոէլեկտրոնային իրադրությունը և նպատակային խանգարումներ իրականացնել ընտրված կապուղիներում։ Պայմանավորված առաջադրված խնդրի ծավալով և իրադրության պայմաններով համալիրը հնարավոր է կիրառել ինչպես ամբողջ կազմով, այնպես էլ առանձին կայաններով տարբեր ուղղություններում։ Ժամանակակից պատերազմներում և զինված հակամարտություններում դժվար է տեղագնահատել ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի նշանակությունը։ Ներկայացված միջոցների ձեռքբերումն էլ ավելի է մեծացնում ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի հնարավորությունները ուղղված պայմանական հակառակորդի տարբեր օղակներում ղեկավարումը կազմակերպելուն, հետախուզություն վարելու և ճշգրիտ սպառազինության կիրառման արդյունավետությունը նվազեցնելուն։ Հրապարակում